Ես սիրում եմ կյանքը, կյանքի գույները, սիրում եմ ինձ շրջապատող մարդկանց, կյանքի մեջ կյանքն եմ սիրում։ Ընկնել կանգնելով ես չեմ թուլացել, ուժեղացել եմ, ավելի ամուր քայլերով գնացել եմ առաջ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ սիրված հայորդու Արտավազդ Բայաթյանին։ Պարոն Բայաթյան, համեցեք։ Վերջապես մենք հանդիպեցինք իմ տաղավարում։ Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ հյուր եւ հուսով եմ այսօր հրաշալի զրույց ենք ունենալու։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրեցիք։ Գնացինք զբաղեցնելու մեր տեղերը։ Պարոն Բայաթյան, մենք այսօր կզրուցենք ձեր կյանքի մասին, կանցնենք ձեր անցած ճանապարհներով, կգնանք անցյալ, կվերադառնանք այս օրեր, մի խոսքով կխոսենք ձեր կյանքի պատմության մասին։ Սկսում ենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները։ Երևանում։ Ծնվել եմ Երևանում։ Ծնողներս հայրս շինարար էր, մայրս էլ տան տնտեսու էր, չէր աշխատում նա։ Մեզ էր պահում երեխաներին։ Ես ունեի մի քույր, ինձանից մեծ, 2 տարով, այսպես փոքր ընտանիք էր, բայց շատ լավ, խաղաղ։ Ես կասեի շատ հեռանկարային բաներ կար, բայց ցավոք սրտի այնպես ստացվեց, որ հայրս շատ շուտ մահացավ, դժբախտ պատահար եղավ եւ նա լքեց մեզ գնաց, բայց դե միշտ մեր սրտերում մնացել է նա։ Այո, իսկ ինչ պատահար էր, ինչ։ Գիտեք, ինքը շինարարության վրա էր աշխատում եւ այնպես էր ստացվել, որ ուրեմն այնտեղ վթար էր եղել եւ այդ մեծ այն կրանները, որ կան, շուռ էր եկել եւ բաներ կար, որ թափվել էր ներքև, մարդիկ ներքև եղել էին եւ նրանց վրա էր թափվել, սենց այսպիսի բաներ եղել, շատ ցավալի տխուր, հա, այսպիսի բաներ։ Բայց դե ամեն դեպքում ինքը լավ հետք էր թողել մեր կյանքում, ինչ որ բաներ կար, որ իրանից էր գալի, օրինակ, ասենք ես շատ մեծ սիրով նկարում էի, քանդակում էի, այդ ամեն ինչը այդտեղից էր գալիս, որովհետև ինքն էլ այդպիսին էր, շատ լավ նկարում էր իր նկարներից, ունեի տանը միշտ նայում էի եւ ասում էի, թե ինքը այսպեսին եղել է, ոնց կարող է չլինեմ։ Այսպես էր, երաժշտության հետ ոչ մի կապ չկար, բացի նրանից, որ երաժշտությունը սիրում էին տանը, բայց ասեմ այնպես ստացվեց, որ ես էլ այդ ուղիով գնացի եւ չեմ փոշմանել, ոչ մի բան ինձ չի անհանգստացնում այդ անցյալից։ Դպրոցական տարիներից մի փոքր խոսենք, ինչպիսի աշակերտ եք եղել դպրոցում եւ ո՞րն է եղել ձեր ամենասիրելի առարկան։ Շատ բարդ է ասել, որն է եղել դպրոցում, որ սովորում ես այդպես երևի ուսուցիչներից է կախված, միշտ այսպես է, ես հիմա էլ եմ նկատում եւ առհասարակ միշտ նկատել եմ այն բանը, որ ասենք այն ուսուցիչը, ում աշակերտը սիրում է, դրա դասը նա լավ է սովորում, այսպես է։ Եվ այդպիսի ուսուցիչներ ունեի ես, շատ լավ ուսուցիչներ էին, եւ ասեմ, որ նրանց դասերը ոնց որ թե ինձ համար առաջնային լինեին։ Այդտեղ ֆիզիկա էր, գծագրություն կար, դե նկարչությունը էլ չասեմ, շատ էի սիրում, հայոց լեզուն էի սիրում, չնայած ես ռուսական դպրոց էի սովորում, բայց այնուամենայնիվ մեզ շատ լավ դասավանդում էին հայերեն եւ ես հայերենում ոչ մի խնդիր չունեցա ապագայում, հետագայում։ Դա շատ կարեւոր բան է։ Ասեմ, հետո մեկ էլ շատ է սիրում ֆիզկուլտուրան։ Ինչպես բոլորի սիրելի առարկան է ֆիզկուլտուրան։ Դե այս ժամանակ մենք դուրս էի գալիս, խաղում էինք, ընկերներիս էի շատ սիրում, դասընկերներիս եւ նրանց հետ երկար ժամանակ ընկերություն էի անում, մեր տունը ոնց որ մի հավաքատեղի լիներ, բոլորը հավաքվում էին, միշտ ինչ որ մի բան քննարկում էինք, խոսում էինք, ստեղծում էինք, կազմակերպում էինք եւ այդտեղ էլ սկսվեց մեր երաժշտական արդեն ուղղությունը։ Սկսեցինք, ասենք, դա երևի 7-րդ, 8-րդ դասան միասին նվագում էինք, սկսել էինք սովորել, ասենք, կիթառ նվագել շատ վատ, բայց արդեն ուզում էինք, որ անպայման նվագենք, երգում էինք, հետո սկսեցինք ստեղծագործել,
շատ սկզբում ասենք այսպես էր, երգեր էինք ստեղծագործում ինչ որ մի բանի կապակցությամբ, ինչ որ մի բանի առիթով, մեկի ծնունդն էր լինում կամ ինչ որ հավաքվելու էինք դասարանով եւ այդ առիթով մի բան շատ այսպես հումորային ինչ որ երգեր։ Հետո կամաց լրջացավ եւ զգացինք, որ չէ, ինչ որ բան կա, որ ավելի հեռու է տանում եւ զգացինք, որ ես անձամբ օրինակ զգացի, որ ինչ որ մի տանող բան կա, ասենց մագնիս կա, որ ձգում է եւ սկսվեց այսպես ստեղծագործական ինչ-որ վիճակ։ Պարոն Բայցյան, քանի որ ստեղծագործելուց երգերից խոսեցինք, շատ հետաքրքիր է ինձ, թե այդքան հայտնի ծնունդդ շնորհավոր երգը ինչպես է ստեղծվել, կա ինչ-որ մեկը ում ծննդյան օրվա կապակցությամբ է այն ստեղծվել, կպատնեք այդ երգի ստեղծման պատմությունը։ Հա, շատ այնպես ինչ որ յուրահատուկ եւ լուրջ իրավիճակ չկար։ Ծնունդը այնպիսի բան է, որ յուրաքանչյուր մարդ ունի եւ մեծամասնությունը նշում են այդ տոնը, անձնական տոնը, այսպես եւ իմ մտքին միշտ կար, որ ասենք, գիտեք ոնց, որ մենք հավաքվում էինք այն ժամանակ այնպես չէր, որ այնքան գումար ունեին կամ խանութներում այնքան բան կար, կարելի էր գնալ առնել, տանել նվեր։ Եվ մեր ամենալավագույն նվերը նա էր, որ մենք ինչ որ մի երգ էինք հորինում եւ գնում էինք եւ այդ մարդուն շնորհավորում էինք։ Ասենք այդպես ծնվել է եւ իմ ընկեր երգը, մենք ունենք իմ ընկեր երգը, որ իմ ընկերոջ հետ ում հետ մենք միասին դասանում սովորում էինք, հետագայում իրար հետ նվագել ենք Հրանտ Ասատրյան, գնում էինք իր ծնունդը շնորհավորելու եւ ստացվեց այնպես, որ այդ արդեն տեքստը իրան եկավ, երաժշտությունն էլ եկավ, նստեցինք, նվագեցինք, երգեցինք, ինքը շատ ուրախացավ, բնական է ավելի շատ ուրախացավ, քան եթե նրան ինչ որ մի բան նվեր տալեին։ Սա շատ կարեւոր նվեր էր։ Հետո այն մարդիկ, որ այդ օրը այնտեղ էին, բոլորն էլ շատ հավանեցին։ Հետո ուրիշ առիթներ էլ եղավ, ուրիշ երգեր էինք երգում 86 թվականին ուղղակի միտք եղավ, ես արդեն տեքստ ունեի մտքիս մեջ, նույնիսկ ասենք առաջի տողերը ունեի, ես գիտեի, որ ասենք այդ մարդու, ասենք կարգավիճակը ինչ է թելադրում այդ պահին, եթե նա զգում է, որ ինքը մի տարով էլ մեծացավ, կամ ասենք ուրախ է, թե տխուր է, մի խոսքով ամեն ինչ այսպես խառնվում է իրար, եւ այդ տեքստը եղավ, երաժշտությունն էլ շատ հեշտ, միանգամից ոնց որ թե միասին իրար հետ ստեղծվեց այդ երգը 86-ին Ես հիշում եմ ձմեռ փետրվար ամիս էր, այդ օրը լավ եմ հիշում, որովհետև ես տունը նստած էի, նվագեցի, երգեցի, շատ ինձ էլ դուր եկավ, ասեցի, ես ինչ լավ բան ստացվեց, հա, մեկ էլ այդ պահին կինս մտավ, մեկ էլ ասեցի մի հատ լսի, տես ինչ եմ արել, երգեցի, մեկ էլ ասեց, ու հետո ում ես դա նվիրի, ասի քեզ էլ ում պետք է նվիրի, այսպես եղավ, բայց ստացվեց այնպես, որ այդ երգը շատ շատերին նվիրվեց եւ մինչ օրս էլ նվիրվում է եւ ես ուրախանում եմ, որովհետեւ այնինչ հնարավոր է ասենք այդ պահին մարդուն ասել այդ երգի մեջ սաղ ասված է ամեն ինչ ասված է եւ քանի որ արդեն երգը պատրաստ էր հետո ես այդ երգը ցույց տվեցի ուրեմն իմ ընկերներին Վահանին եւ Եղիշեին մեր խմբի իրանք էլ լսեցին իրանք էլ հավանեցին դե պետք է ձայնագրվել ձայնագրեցինք հետո եկավ ինչ որ sense մի իրավիճակ որ ասեցինք չէ պետք է անպայման սա նկարվի Եվ նկարվեց կլիպը, հենց այդ տարիներին էր 86-7, կարծեմ այդ թվերին էր։ Ես հիշում եմ ինչ-որ սեղան, շուրջ մարդիկ նստած, մեխակներ։ Շատ հետաքրքիր բան էր, սենց մենք ընկերներով նստած էինք մեր խմբով եւ մի շատ գեղեցիկ աղջիկ կար նստած, մենք նրան շնորհավորում էինք, երգում էինք եւ հետո տեղից սկսվեց շատ շատերը հավանեցին։ Այո, իրականում հրաշալի երգ եք ստեղծել, շնորհակալություն այդ երգը ստեղծելու համար։ Ես միշտ ասել եմ տարբեր առիթներով, որ այդ երգը բոլոր ժամանակների ծննդյան երգերից է եւ շատ հաճախ ենք լսում, շատ հաճախ են հնչեցնում, որովհետեւ տարբեր սերունդի ներկայացուցիչները, տարբեր սերունդի մարդիկ սիրում են այդ երգը։ Հենց այստեղ էլ շատ բարձր գնահատական է, շատ ուրախ եմ։ Իրականում հենց այդպես է, մենք ենք շնորհակալ, որ ստեղծել եք այդ երգը։ Պարոն Բայցյան, դուք եւ Եղիշե Պետրոսյանը միասին ստեղծում եք Արձագանք ստուդիան եւ այդ ժամանակ շատ անհայտ մարդկանց անունները դառնում են հայտնի շնորհիվ ձեր ստեղծած ստուդիայի եւ ձեր կատարած աշխատանքի։ Արձագանք ստուդիայի երգիչ երգչուհիները
մեծ պահանջարկ են վայելում եւ լցնում են ամենամեծ համերգասրահները։ Ինչպես ստեղծվեց արձագանք ստուդիան եւ կարող եք հիշել ով էր առաջին հայտնի երգիչը, այսօր հայտնի հանրությանը, որ դիմեց ձեզ եւ ձեր շնորհիվ արդեն նրա ճանապարհները։ Ես կարող եմ մի քանի անուններ թվարկել, շատ էին, ուրեմն 92 թիվներ, այն շատ ցուրտ տարիները, որ ոչինչ չկար եւ ինչ որ մի ցանկություն կար անպայման մի բան անել։ Երիտասարդներն էլ այսպես ընկճված, մի կողմից պատերազմ էր, մյուս կողմից ամեն խառնաշփոթ էր, երկիրը նոր ինչ որ կայացման ընթացքում էր, շատ դժվար էր, այո։ Եվ մենք փորձեցինք ինչ որ տեղաշարժ անել, ինչ որ մի դրական մի բան ստեղծել։ Երեշեի հետ արդեն արձագանք ստուդիան կար, մենք ի սկզբանե մտածում էինք, որ արձագանք ստուդիան կաշխատի եւ մենք մեր խմբի ձայնագրությունները կանենք եւ հետո ստացվեց այնպես, որ մարդիկ եկան, շնորհալի մարդիկ, նրանք սկսեցին գալ, ցույց տալ իրենց ստեղծագործությունները եւ մենք որոշեցինք, լավ, եթե այսպես է, ուրեմն եկեք մի ծրագիր ստեղծենք, ստեղծեցինք մի ծրագիր, անվանեցինք այդ ծրագիրը Bohem, այսինքն այն մարդիկ էին այնտեղ գալիս ելույթ ունենում, ովքեր ստեղծագործում եւ երգում էին իրենց ստեղծագործությունները։ Սա կարեւոր խնդիրն էր, որ իրենց ստեղծագործություն կամ էլ ասենք ինչ որ մեկը իր համար ստեղծագործել է, նա երգում էր։ Կամ այդպես նրանք եկան, շատերը եկան եւ ես հիմա բոլորին որ թվարկեմ, կարող եմ անվանականել ասել, ես բոլորին էլ լավ հիշում եմ ու շատ լավ է որ նրանք եկան եւ ճանապարհին այդ ընթացքում շատ հարցերում մենք օգտակար եղանք եւ նրանք կայացան, մարդիկ կային, որ շատ շնորհքով էին եւ նրանց պետք էր ձեռք մեկնել, ես այդպես եմ մտածում եւ մենք դա արեցինք, մի ուրիշ բան էլ կար, կար մի պահ, որ մենք պետք է իրենց ինչ-որ մի բան սովորեցնեինք, նախ պետք է այդ ամենը գործիքավորվեր, հետո ունեինք մարդ, որը շատ լավ մասնագետ էր, զբաղվում էր վոկալով, որ մի քիչ կարգավորի, ասենք երգեցողությունը բան, մի խոսքով ամեն ինչ մեր ուժերով էինք անում, դա մի քիչ բարդ էր ու ծանր էր ու դժվար էր, շատ ծախսատար էր, շատ դժվար էր, բայց ասենք այդ տարիներին բավականին շատ համերգներ ունեցանք եւ երիտասարդությունը սիրում էր, գալիս էր, լսում էր, գիտեք ոնց, ես կարող եմ ասել անուններ կային, որ գալիս էին առաջինը եւ մենք անպայման ուզում էինք նրանց օժանդակել, անպայման ուզում էինք նրանց օգնել, որ նրանք կայանան, որ նրանց երազանքը կատարվի, որովհետև դա մեծ երազանք էր ցանկացած երիտասարդի համար։ Եկեք մի քանիսի անունը թվարկենք, որովհետև շատերը միգուցե չգիտեն, որ քայլերը այդտեղից են սկսել այդ երգիչները։ Կարող եմ ասել։ Ամենասկզբի ժամանակում Ալան Լևոնյան եկավ, Արթուրը Գալստյան եկավ, շատ հետաքրքիր երգեր էր երգում, մանավանդ զինվորական այսպես ոճով, հետո Սամվել Ծովակն էր, որը շատ հետաքրքիր կատարող էր, շատ մի չտեսնված անձնավորություններ, Կարեն Կարապետյանը իր քրոջ հետ, Լիլիթ Կարապետյանի հետ, ցավոք սրտի նա մեզ շատ վաղ լքեց, միշտ շատ մեծ ջերմությամբ եմ նրան հիշում եւ ափսոսում եմ, որ նա գնաց, շատ շնորհքով տաղանդավոր անձնավորություն էր, հետո Հասմիկ Կարապետյանն էր, որ երգում եկավ եւ իրեն ցույց տվեց ու հիմա էլ շատ ակտիվ է ոնց որ ես հասկանում եմ։ Վահե Դավթյանը եկավ, ցավոք սրտի Վահե Դավթյանն էլ լքեց մեզ գնաց, շատ տաղանդավոր անձնավորություն եւ այդ մարդիկ ոչ միայն տաղանդավոր էին, նրանք նաեւ մի հետաքրքիր բովանդակություն ունեին, այսպես բան, այս ճանապարհը մենք անցնում ենք նրանց հետ շփվելով, ինչ որ մի բան տալով, ինչ որ մի բան վերցնելով, բայց մի բան էլ կար, ես ասեմ, մի կարևոր բան կար, որ երբ որ Եղիշեի հետ նստած խոսում ենք, միշտ մտածում ենք, ես մտածում եմ, ասում եմ, լավ է, երբ որ մարդկանց օգնում ես, բայց մի կարևոր բան կա, դու պետք է գտնես այն պահը, երբ դու պետք է այդ ճանապարհից դուրս գաս։ Դա շատ կարևոր բան է, այսինքն լավ ուսուցիչը նա չէ, որ անընդհատ գլխիդ կանգնած է, նա է, ով քեզ բերում է ճանապարհին եւ ինքը գնում է։ Մնացածը դու պետք է անես, դա ճիշտ էր։ Ու ես ասեմ, որ մեր որոշումը շատ լավ էր, որ մարդիկ շատ ազատ էին,
ընդհանրապես ոչ մի կախում չկար, ոչ մի կապանքներ չկար, որ դուք պետք է անպայման էս անեք, այն անեք մեր համար եւ այլն, այդպիսի բաներ չկար եւ եթե ասենք մի առիթ լինում էր մենք հրավիրում էինք, նրանք միշտ մեծ սիրով գալիս էին, ես նրանց բոլորին էլ մեծ ջերմությամբ հիշում եմ, սիրում եմ եւ համարում եմ, որ շատ մարդիկ երևի լավ տեղ հանդիպեցին մեզ, դա իրանց համար մեկնարկ էր։ Շատ լավ մի խումբ կար Ջերմուկից, որ գալիս էր մեզ մոտ, ուրեմն Միներալը, հիմա էլ նրանք շատ լավ տաղանդավոր երիտասարդներ էին, մենք նրանց էլ օգնեցինք, շատ-շատերն էին, ես հիմա որ Արփինե Բեկջանյաններ, այո, Սրբուին էր Քեքեջան, հետո Արմանն էր Բարդումյան, որ սենց ուղակի նրա համար դա իր կյանքն էր արդեն դարել, նա շատ նվիրված անձնավորություն էր։ Այդքան մեծ թափով եւ ահռելի մեծ համերգասրահներ լցնելով, իսկ իրականում համերգասրահներ լցնելը դա բարդ բան է։ Այո, շատ բարդ է։ Ու հետո գալիս է մի պահ, որ արձագանք ստուդիան կարծես թե կամաց նահանջում է, ինչու՞։ Այսպիսի մի բան եղավ, ուրեմն երբ մարդկանց քանակը շատացավ եւ շնորհքով մարդկանց, արդեն պետք էր ունենալ համապատասխան ֆինանսներ, որ կարողանայր ամեն մեկին հատկացնել եւ ամեն մեկին արդեն անհատական առաջ տանելու ճանապարհ ստեղծել։ Այդ ժամանակ խմբով էինք, բայց արդեն նրանք մեծացել էին եւ ունեին ասելու խոսք եւ նրանք պետք է անհատական գործունեությամբ այդ անհատական գործունեության համար մեր ֆինանսները, մեր ռեսուրսները չէր հերիքում եւ չկային էլ այդպիսի մարդիկ, որոնք մեծ սիրով կգային, ասենք, եւ սպոնսորություն կանեին, այսպես հովանավորչությամբ չկային։ Կային մարդիկ, որոնք օգնում էին, ես չեմ ասում, որ չի եղել, բայց ասենք դա ավելի մեծ ծախս է պահանջում, քան մի ուրիշ ձեռնարկ, որովհետեւ շոուն բարդ է, դու շատ լավ գիտես, այդ որ ասում ես դժվար է նույնիսկ համերգ կազմակերպելը, մարդկանց թվում է, թե եթե մարդը եկավ, երգեց, ուրեմն արդեն համերգը կա, ոչ այդ համերգը պետք է կարողանաս սկզբից մինչև վերջ պատրաստես սկսած բեմից եւ ավարտած տոմսերով եւ գովազդով եւ ամեն ինչով։ Դա շատ բարդ process է, այդ դրա ֆինանսը մի քիչ պակասեց, դե այստեղ մենք արդեն զգացինք, որ մենք մրցունակ չենք կարող լինել, որովհետև կային կազմակերպություններ, կար կազմակերպություն, որը ավելի պետական ֆինանսներով էր առաջնորդվում, մենք այդ հնարավորությունը չունեինք եւ դա էր պատճառը, որ մի քիչ հետընթաց եղավ։ Պարոն Բայացյան, տաղավար կբերենք գաղտնի արկղը, որի մեջ եւ ձեր անակնկալ նամակն է, որը նախագծի ավարտին կբացվի, եւ էլի ծրարված ինչ-որ բաներ կան։ Խնդրում եմ ներել մեր արկղը եւ տեսնենք, թե ինչ ունենք այսօր մեր հյուրի համար։ Շնորհակալություններ գեղեցկուհուն։ Ես հիմա փորձեմ բացել արկղը եւ դուրս բերել ինչ-որ ծրարներից մեկը։ Մի քանի ծրար կա այստեղ։ Տեսնենք ինչ է սա։ Հիմա ես այն կփոխանցեմ ձեզ։ Տեսնեմ կարող եք հիշել ինչ է սա։ Հա, ոնց ես սենց թուղթը տեսա արդեն հիշեցի։ Էս որտեղից է ձեր մոտ ընկեր։ Ինչ է, ինչ թուղթ է դա։ Սա գիտեք ինչ է։ Սա իմ ծառայության օրերն են, որ ես ծառայում էի։ Վերջին 100 բանակում։ Այո, առաջի օրից մայիս ամսից մինչև էլի մայիսի վերջ։ Հիմա դուք տեսնեք մենք ոնց են գտնում։ Այստեղ կա հեսա մայիսի, ահա 20, մայիսի 20-ին ես ոնց որ թե վերադարձա։ Ինչ է կարծում որտեղից։ Ես ոնց ա մնացել, չգիտեմ, ես մենք բոլոր արխիվների, այսպես ասած, բանալիները ունենք եւ մեր տաղավարում անհնարին ոչինչ չկա։ Կարող եք ենթադրել։ Ինձ թվում էր ես սա դեն եմ գցել, թե կորցրել եմ, ես բայց լավ հիշում եմ, շատ լավ հիշում եմ, դե բանակում որ ծառայում էի, միշտ սպասում էի հաջորդ հերթական օրը, հերթական տարին, որ շուտ 2 տարին անցնի վերադառնաս, դա կարևոր բան էր, դե ես էլ նշում էի օրերը ինձ համար։ Հիմա ես, պարոն Բայացյան, հյուր կհրավիրեմ մեր տաղավար եւ կարծում եմ հենց այդ պահին պարզ կլինի որտեղից այս թուղթը։ Նրան դուք վերջին անգամ տեսել եք մոտավորապես 10 կամ 13 տարի առաջ
եւ հիմա առիթ ունեք նրան նորից տեսնելու մեր տաղավարում։ Տեսնենք։ Մեզ է միանում ձեր բանակային տարիների ընկեր Սուրեն Խուդավերդյանը։ Սուրեն ջան, համեցեք։ Ում տեսել եք 13 տարի առաջ, համեցեք։ Այ քեզ խանես, էս Սուրճան, տոնը։ Իմ լավ Համեցեք։ Արի, Սուրճան, արի։ Բարով եք եկել մեր տաղավար։ Համեցեք, այստեղ նստեք։ Էս ինչ լավ անակնկալ է, իսկապես լավ անակնկալ է։ Հիմա հասկացաք որտեղից այդ թուղթը։ Չտեսնված, հա, չտեսնված անակնկալ էր։ Մենք միասին ենք վերադարձել, մինչև վերջ միասին ենք եկել, նույն զորամասում ենք ծառայում, հետո միասին եկանք, մի քիչ ինչ որ կարծեմ մի օր ինչ որ Մոսկվայում մի քիչ շրջեցինք, հետո էլ գնացքով ենք եկել, գնացքով եկել ենք մինչև Երևան։ Մի 2-3 օր տևում էր մինչև գալիս Դուք գնացքով էլ գնացել եք, չէ՞։ Գնացքով էլ մեզ տարել են, գնացքով, հա, մի 7 օր էլ գնացքով գնում էինք։ Պարոն Խուդավերդյան, դուք կհիշեք, որ գնում եք արդեն ծառայության գնացքում, որ հանդիպեցիք պարոն Բայացյանին։ Այդ պատմությունը կարող եք հիշել, պատմել մեզ։ Իհարկե։ Դա 1972 թվականի մայիսի 6-ն էր։ Երբ մեզ հավաքականերից արդեն զինվորական նստեցրին գնացք, մեր այդ մաս որտեղ նստում ենք, բաններ, կուպեին էլի տեցին։ Ու թոքով էինք, դա այն ժամանակ բոլորս երկար մազերով բան ջահելներ էինք տեսել։ Մոդա էր այդ ժամանակ։ Արտավազը գլուխը քաչալա եկավ։ Մի հատ սիպտակ կեպի գլխին։ Բայց արդեն մազերը այսքան դուս էր եկել։ Հետո որ գնացինք արդեն Վիլնյուսում մեզ իջեցրին, ընդերից տեղափոխեցին Լենինգրադ, օբլաստը, ու ընդերից արդեն ավտոբուսներով տեղափոխեցին Չաստ։ Արտավազը կրկած այդ իրար հետ ընկան։ Մենք իրար հետ ընկանք, մինչև վերջ։ Մինչև վերջ։ Հետո մեզ որ արդեն իջեցրին Չաստը տարան, այնտեղ մեր շորերը լրիվ հանեցին, գլուխներն ու քաչալացրին, բաղնիկ մտանք, ընդերից է զինվորական հագուստը տվին, հիմա դուս ենք եկել, ոչ մեկին չենք ճանաչում։ Հիմա ոնց գտնենք, հայեր ենք, մի 10-15 Մենակ այդտեղ տենամ Արտավազի մազերն ասև։ Այդ եկանք սա Արտավազի գլխին հավաքվեցինք, նորսեցինք իր ճանաչելը։ Ու այդտեղից սկսվեց ձեր ընկերությունը։ Իհարկեից, հա։ Դե բանակային ընկերությունը արդեն 54 տարի է։ Չէ, հետո էլ ես ասեմ, հետո էլ մեր կապը չէր կտրվել։ Բանակ հետո ուրեմն մենք որ գալիս էինք, վերադառնալուց էլի գնացքով էինք գալիս, դե Սուրենը իջավ արդեն գնաց տուն, Կիրովական հա, իջավ, ես էլ դե եկա մինչև Երևան հասա, հետո մենք մի ժամանակ հետ մի շատ կարճ ժամանակից հետո հանդիպեցինք, Սուրենը եկավ, արդեն ես ոնց որ ասած երաժշտությամբ զբաղվում էի, այդ արդեն բանը կար, ինքը ինձ մի հատ գիտար բերեց նվիրեց, բավոց, լավագերները տեցեր նլնում, բավոց, շատ լավ էր, ու ես ասեմ, որ միշտ էլ մինչ օրս էլ այս վերջերս ուրեմն դե նոր տարին շնորհավորում ենք, ես շատ հուզվեցի, որ տեսա անգերոջս, նոր տարին այնց որ ասած իրար շնորհավորում ենք, ծնունդները շնորհավորում ենք, մեկ էլ շատ հաճախ շնորհավորում ենք, մեկ էլ զանգում ասում է գիտես չէ, արդեն լրացավ, այսքան տարի որ մենք բանակից եկել ենք։ Ամեն մայիսի 16 նշում ենք։ Ամեն մայիսի 16-ին զանգում է։ Ես էլ շատ դες դե հիշողությունը ինչը, որ երիտասարդ ես, քո երիտասարդ տարիները նույնիսկ ամենադժվար ու ծանր միևնույն է, ամենալավն է քեզ համար։ Հա, հիշում եմ եւ շատ ուրախ եմ, որ Սուրենի նման լավ մի հատ ընկեր ունեցա բանակում, ինչ օրս էլ ինքը իմ լավ ընկերն է։ Ու ես համարում եմ մեծ հաջողություն դա, մեծ հաջողություն։ Պարոն Խուդավերդյան, այս թուղթը, որ դուք ջնջել եք ձեր ծառայության օրերն են, միասին եք այդ Էսի մոտ էր այս թուղթը, Իրանն է եղել։ Էս իմն էր, ես ջնջում եմ, հա, ես ջնջում եմ։ Բայց ես վրաց տանտանի, որտե մայիս քանիսին արդեն որ մտել ենք շաստ, ամեն օր մի հատ, ասենց նշում ենք։ Քանի տարվա պատմություն ունի այս թուղթը։ Էս ոնց էլ սենց մնացել է, ես այն Ձերի թարմը։ Եկեք ես ձեզ ծրար փոխանցեմ, որպեսզի դնեք ծրարի մեջ, չվնասենք, թող էլի մնա այդ թուղթը։
Այս արդեն բաներ էլի, սենց, հա, այս մեկը Ծառայության տարիների լավ ու վատ հիշողություններն են այդ թղթի վրա։ Այո, ծառայության տարիների լավ հիշողություններ էր, հետո բացի դրանից, ասենք, մեր ծառայությունը վատ չի անցել, ասեմ, Սուրենն էլ շատ հանգիստ, մենք լավ ծառայեցինք, այնպես չէր, որ, ասենք, մեր, ոնց են ասում, հրամանատարները մեզանից միշտ էլ գոհ են եղել, որովհետև մենք մեր խելքները մեր տեղներ են, այս չէր էլի, որ ինչ-որ, բայց ես ասեմ, որ մենք մեզ ոչ մի բանից չենք էլ զրկում, էդ էլ կա, այնպես որ լավ տարիներ էր, լավ տարին, Երանի այդ տարիներ, հետո շատ գեղեցիկ տեղ էր, ասեմ, այնքան չքնաղ տեղ էր, դա շատ մոտ էր ընկնում, ասենք, բանին, ոնց որ Ֆինլանդիայի սահմանին մոտիկ գար, այնքան սիրուն էր, սենց սպիտակ գիշերն է, ես առաջի անգամ գնացել եմ սպիտակ գիշերն է, համար նայում եմ, ասում ես ինչ է, անընդհատ լույս, ասովոր էր, դե մեզ համար ասովոր էր, հետո արդեն դարավ սովորական ու շատ նենց լավ գեղեցիկ ռոմանտիկ ժամանակներ էր, այո, հրաշալի ժամանակներ էր, գեղեցիկ։ Դուք իրար հարսանիքների ներկա եղել եք։ Չենք եղել, չենք եղել, չէ։ Իսկ դուք ինչպես կբնութագրեք պարոն Բայաթյանին, ինչպիսին է նա, նրա տեսակը։ Գիտեք։ Հիմա ինչ նստելու է գովա ինձ։ Չեմ գովում։ Չի գովելու, պարզապես բնութագրելու է։ Գովալու բանել չես ասում։ Ուրեմն եթե պարոն Բայաթյանին, ինքեր Արտավազին, ով որ ճանաչում է, եթե իր հետ ընկերություն չանի, մեղավորը ինքն է։ Չի կարող վատը լինի։ Եթե վատն է, չէր լինի մեր ընկերությունը։ Շատ համեծ բնավորության տեր, միշտ զիջող, ընկերոջ համար միշտ էլ վերջ կանգնած։ Դա հազվագույտ ալնում, 54 տարի, դա ինքն էլ է այդ ձև, շատ փայլուն ազնվորություն ասեմ, շատ։ Դե այնքան փայլուն է, որ ահագին հեռավորություն կտրելով, ճանապարհն անցնելով, իմանալով, որ ձեզ պետք է անակնկալ անի եւ ձեզ պետք է տեսնի, այսօր եկել է հասել է մեր շատ տաղավար։ անսպասելի բան է, շատ ապրես Սուրո ջան, ապրես։ Վերջին անգամ դուք հանդիպել եք 10 տարի։ Շատ, հա, մի 10 տարի կլինի։ Չէ, հեռասով խոսացել ենք, բարբերաբար մի տարվա մեջ միշտ խոսում ենք, բայց ասենք այնց չէր ստացվում, որ որովհետև ասենք այնտեղ շատ խնդիրներ կար, հետո պատերազմ կար, որովհետև Սուրոն մասնակից էր այդ ամեն ինչի, ինքը այնպես չէր, ուղղակի տուրիստ չէր, ասեմ, որովհետև իրանց սահմաններ, հենց իրանց սահմանի վրա։ Ադրբեջանական գյուղը մեզ այնց մի քանի 100 մետր վրա է։ Սա շատ բանը լարված տարիներ էր, այդ տարիներին շատ էինք բան անում, չոր հետևում էլի ամեն ինչ։ Մի բան հարցնեմ, ո՞րն է ընկերության արժեքը, ինչի մեջ է, որտեղ այդ կարևոր թանկ արժեքը, ինչ պիտի անի ընկերը ընկերոջ համար կամ ինչ պիտի չանի, որ այդ ընկերությունը պահի։ Ես հատկանիշներից կարամ ասեմ, նախ մարդ ընկերության մեջ պետք է ազնիվ լինի, մեկ, դա շատ կարևոր բան է, եւ պետք է նա հաշվենկատ չլինի, դա շատ է խանգարում, անդավաճան պետք է նվիրված լինի։ Ես համարում եմ, որ ընկերությունը որ ասում են Աստծո կողմից է տրվում, լավ ընկերը Աստծո կողմից է, նա գալիս է, որ քեզ օգնի, նա գալիս է, որ քեզ օժանդակի, դու էլ քո լավ հատկությունները կարողանաս իրան նվիրես, հատկանիշները, դա կարևոր բան է, միայն այն չի, որ ասենք քո ընկերը պետք է լավը լինի, դու էլ պետք է լավը լինես եւ նույն բանը փոխադարձ իրեն փոխանցես, լավ չտեսնված բան է, ես չգիտեմ, ավելի բարձր ինչ կա, երևի սերն է, բայց ընկերներն էլ են իրար մեջ ինչ-որ սենց մի սեր կա, որ իրար նվիրված են, կապում են, էլի սենց, ես համարում եմ, որ դա մի չտեսնված բան է, ես ասեցի, երևի ազնվությունը, չգիտեմ, Սուրոն, եթե բան ունի, ամեն ինչ ասեցիք, բայց մի բանը լավելացնեմ, մարդը շատ ընկեր չի կարող ունենա, եթե շատ ընկերներ ունեցար, դու ընկեր չունես, ընկերները լինում են 1, 2, 3, ծառայության ընկերը սա, ուսանողական ընկեր, մանկության ընկեր,
Այդ դրանց մեջի ջոգում է հենց առաջինները մեկը պետք է, դրանք են հենց Հա, ընկերը։ կամ 1-2-ը մնան, ճիշտ ասում։ Հետո ամենացած արդեն կբաժանվի, եթե նա ընկեր է, նա միջև կյանքի վերջել ընկեր է։ Այո։ Պարոն Խուդավերդյան, որպես մեր այս զրույցի այս հատվածի վերջաբան, ինչ կմաղթեք ձեր ընկերոջը։ Իմ ընկերոջը առաջին առողջությունն է, Ապրես Սուրո ջան։ իր Գերդաստանի գլխից անպակասն է, իր դիկնոջ հետ խորը ծերություն, այդ կցանկանամ, Ապրես ոչ մի Սուրո ջան։ ջվախտոր չտենա, բատոր չտենա, ընկերոջ ինչ կարալ ցանկանա։ Այնքան անկեղծ է ձեր խոսքերը, որ ակամայից դուք խոսում եք, ես այստեղ փշակաղվում եմ։ Անկեղծ մարդ է։ Իրականում Կեղծավորություն չկա, մարդու ոչինչ խոսքից չկա։ մի անգամից կարող ես հասկանալ նրա անկեղծության աստիճանը։ Կա սենց դժվար չի ընկերոջ համար կյանքը զոհելը, դժվար չի։ Բայց պետք է ունենաս այդ ձևի ընկեր, որ նա արժանին է դրան, արտավազ արժանի է դրան։ Տեսար ինչ ասում։ Հրաշալի խոսքեր։ Ես էլ մի րոպե չեմ մտածի, ուրեմն։ Հրաշալի Այդպես։ խոսքեր, իրականում հրաշալի խոսքեր։ Շնորհակալ ենք պարոն Խուդավերդյան, որ ժամանակ գտաք։ Ես էլ եմ շնորհակալ, որ Չնայած հրավիրել եք։ տարածությանն ու հեռավորությանը եկաք մեր տաղավար եւ այսքան սիրուն անակնկալ մատուցեցիք ձեր ընկերոջը։ Այստեղ եւս խոսում է ընկերոջը նվիրվելու եւ ընկերոջը սիրելու մասին։ Հակառակ դեպքում չէիք էլ գա։ Ես էլ շնորհակալ եմ, որ առիթ ստեղծեցիք, հրավիրեցիք հանդիպելու իմ վաղեմի ընկերոջը։ Շատ լավ։ Սիրելի հեռուստադիտող, մենք կվերադառնանք մի քանի րոպեից, կշարունակենք մեր զրույցը։ Մեր տաղավարում դեռ շատ անակնկալներ ենք ներկայացնելու։ Էլ չեմ խոսում այսօրվա անակնկալ նամակի մասին, որը կբացվի մեր եթերի անմիջապես ավարտին։ Սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր եթերը, մեր զրույցը, սակայն մինչ անցնենք մեր զրույցին, ուզում եմ նշել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել մեր YouTube-յան հարթակում։ Այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը, գտնում եք, միանում եք էջին, դիտում եք ձեր նախընտրած եթերը եւ չեք մոռանում թողնել ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ, որ շարունակում եք մնալ հավատարիմ եւ անդավաճան։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Անցնենք առաջ, պարոն Բայացյան, հիմա արդեն խոսենք ձեր ընտանիքի մասին։ Խոսենք։ Պատմեք ձեր ընտանիքի, ձեր կնոջ, ձեր զավակների մասին, ինչպես եք հանդիպել ձեր կնոջը, որտեղ է եղել այդ հանդիպման վայրը։ Ես բանակից վերադարձա եւ ամենաառաջինը ինչ մտածում եմ, ասեցի անպայման գնամ աշխատանքի ընդունվեմ։ Իրականում ես չունեի ինչ որ մեկը, որ պետք է իմ մասին հոգ տաներ կամ ինձ պահեր, ես պետք է աշխատեի ինքս, ինչպես ասած, մայրս կար, բայց դե պետք է նրան օգնություն որպես։ Եվ գնացի իմ մտերիմներից մեկը ինձ ասեց լավ տեղ կա, կգաս կաշխատես, այն ժամանակ ուրեմն հիմա էլ գուցե այդ գործարանը, չգիտեմ, աշխատում է թե չէ, էլեկտրոն գործարան կար, գնացի էլեկտրոն գործարան աշխատելու ու լավ է, երիտասարդ է, շատ այսպես շարժունակ, ճարպիկ կարելի ասել եւ խելքս էլ տեղներ, ամեն ինչ շատ լավ է ստացվում։ Մեկ էլ արդեն երևի մի 5 տարի, նույնիսկ 6 տարի աշխատել էի, եւ մեր բաժին եկավ մի լավ գեղեցիկ աղջիկ, դա իմ կինն էր ապագա, եւ ծանոթացա։ Ես հետաքրքիր մի բան ասեմ, շատ լինում են դեպքեր, երբ դու պատասխանը գիտես հենց այդ պահից սկսած։ Ուրեմն նա հայտնվեց եւ ես ասեցի, այս մարդուն ես այնքան եմ ճանաչել, երևի այս մարդու հետ իմ կյանքը կշարունակվի։ Ես տենց հասկացա։ Մի անգամից էդ եկավ մտքիս։ Ու շատ երկար չտևեց, մենք շատ մի քանի ամիս հետո շատ մտերմացանք, շատ սենց հարազատ մարդիկ դարձանք եւ ամուսնացանք։ Մինչ օրս էլ միասին ապրում ենք, շատ մեծ սիրով։ Համարում եմ դա իմ կյանքի մեծ հաջողություններից եւս մեկը, այսինքն լավ ընկեր ունեի եւ լավ կին ունեմ, շատ լավ։ Ինչու մի բան պետք է արժանանաս, էլի։ Այսպես։ Եվ մենք միասին ապրում էինք, ունեցանք 2 դուստր, մեկը Անին է, Բայացյան, որը դերասանուհի է, Պատանի հանդիսատեսի թատրոնում է աշխատում հիմա, նկարահանվում է շատ լավ, այսպես ասած, բավականի
տաղանդավոր անձնավորություն է, ես այդպես համարում եմ ոչ թե որ նա իմ դուստրն է, այլ ուղղակի իրականում ես նայում եմ թե նա ինչպես է կարողանում արագ ամեն ինչ կողմնորոշվել եւ ես զգում եմ որ դա շատ մեծ տաղանդի շնորհք, դա մեծ շնորհք է եւ մյուս աղջիկս էլ սա անիներ, այն մեկը փոքրն էլ մերիներ, իրանք շատ քիչ տարբերություն ունեն մի տարվա, շատ մոտ է, ոնց որ զույգ էլ լինեն, այսպես ասած։ Երկրորդն էլ նա էլ մի շատ այսպես ոնց են ասում, խարակտերով անձնավորություն է։ Ինքը ամուր կամքի տեր։ Հա, կամքի տեր է, շատ հետաքրքիր ինչ որ բաներ ուներ, դպրոցում սովորում էր, լավ դպրոցում էր սովորում, անգլիական դպրոց էր, հայ-անգլիական դպրոց էր, 10 տարի եկավ 10-րդ դասարան, մեկ էլ եկավ ու ասեց, ես որոշել եմ ընդունվել Բրյուսովի ֆրանսիական ֆակ, ասի ինչ չհասկացա, ոնց, դու 10 տարի անգլերեն սովորել ես, որ գնաս Ֆրանսիա, բայց դու ֆրանսերեն չգիտես, ոչինչ, ես մի տարում կհասցնեմ, ասեց, հա, ընկեր ունեի շատ հիանալի մի անձնավորություն Զավեն Հարությունյանը, նա ժամանակին հեռուստատեսությամբ լավ ծրագրեր էր անում, դիպված ծրագիր էր անում, եւ նա ամբիոնի վարիչն էր ֆրանսեն ուրեմն ֆակուլտետի, ես նրան Սանգեցի ասեցի լսի ինձ այսպես փաստի առաջ են կանգնացրել։ Ասեց լավ, ես կզբաղվեմ իր հետ, եթե հանկարծ ստացվեց։ Ու մի քանի ամիս հետո շատ հետաքրքիր բաներ, ինքը ասեց ոչ մի խնդիր չկա, նույնիսկ այնպես որ նա գնաց ուրեմն քննությունները հանձնելու, այնպես էր ստացվել որ նրան ասել են եթե մենք մի երկու հարց էլ կտանք, եթե պատասխանեք մենք ձեզ շատ բարձր գնահատական կդնենք, ասել էր պետք չի ցերիկա։ Այսպես ինքը ընդունվեց, հիմա էլ բավականին շատ շնորհքով է այդ գործում, ասենք օտար լեզուների, շատ լավն է։ Բայց իսկ հարսանիք եղել է ավանդական։ Հա, մենք, այսինքն խոսքը իմ Այո, ձեր ամուսնության մասին։ Հա, մենք հարսանիք արեցինք, լրիվ ավանդական հարսանիք էր, այո։ Միակ բանը, որ չկար այն ժամանակ, ասենք դա, ասենք այդպես մտադրված մարդիկ չէին գնում, ոնց որ անպայման կարգ է որ պետքա գնաս եկեղեցի, մենք չենք գնացել եկեղեցի, բայց հետո գնացել ենք։ Ասեմ, շատ լավ էր, դե գնում էին զաքսավորվում էին մարդիկ։ Մենք այդ process-ը նշեցինք, գնացինք, շատ գեղեցիկ ամեն ինչ անցավ, հետո եկանք այն ժամանակ մեծ դահլիճներ չէին վերցնում, ուղղակի տան պայմաններում, բայց բավականին շատ մարդ կար, այսպես խիտ էր, բայց շատ ուրախ էր ամեն ինչ։ Ոնց ինչ հետաքրքիր, չէ՞ ոնց էին տեղավորում այդքան։ Հա, ես էլ եմ իվազարվանում։ Հիմնականում կամ տանն էին անում այդ ժամանակ կամ ասենք վրան էին դնում, բայց տեղավորում էին։ Հա, ու ըստ մի կարևոր բան կար, որ տանն էին անում, ես ձեզ ասեմ, իրականում գալիս էին այն մարդիկ, որ այդ ընտանիքներին հարազատ մարդիկ էին։ Հիմա մեծ դահլիճ են վերցնում, գալիս են մի 500 հոգի նույնիսկ իրար չեն էլ ճանաչում։ Դառնում է ոնց որ ինչ որ արարողություն։ Իսկ սա ուղղակի ուրախություն էր։ Այսպես, սա տարբերությունը շատ մեծ է։ Մենք շարունակում ենք փորփրել ձեր ընտանեկան արխիվը, լավ իմաստով։ Հիմա այս մյուս ծրարի մեջ էլ մի բան կա, որը էլի ձեր ընտանեկան արխիվից է եւ կապ ունի ձեր եւ ձեր կնոջ հետ։ Այո։ Խնդրեմ դուք նայեք ինչ է այստեղ։ Հա, ոնց, էս Էս ինքնապահ է։ Ինչ է սա, պարոն Բայց։ Սա ասեմ ինչ է։ Ուրեմն մենք որ ծանոթացանք, ես հերոստատողին էլ ցույց տանք։ Հա, այսպես ցույց տանք։ Էս լավ էլ մնաց, բայց սա պետքա պահել, սա չի կարելի։ Ուրեմն էս կինս ատել է, չգիտեմ, թե աղջիկս ինչ որ մեկրվեք։ Մենք իրավունք չունենք նշել նրան։ Լավ, այդքան էական էլ չի։ Ասեմ որ սա իրակ, ուրեմն այսպեսի մի բան կար։ Ուրեմն մենք միասին դուրս էին գալիս Բոսնելու, այն ժամանակ շատ այդքան տեղեր չկար, որ գնա ես իմ ինչ սրճարաններ, ես իմ ինչ էր ժամանցի համար շատ քիչ տեղեր կար։ Ուրեմն գնա ասեցի լավ ֆիլմ էր եկել, կինո Մոսկվայում էին ցուցադրում, ես էլ ասեցի արի իրար հետ գնանք։ Ես էլ ֆիլմի սիրահար եմ, ես ընդհանրապես շատ եմ սիրում, ասենք կինո արվեստը շատ եմ սիրում, եւ ուրեմն զանգեցի ընկերոջս, ընկերս աշխատում էր կինո Մոսկվայում նկարիչ էր, Վաչագանը։ Ասեցի, Վաչիկ ասեցի, մի լավ աղջիկա հետ գալու եմ, ինձ տոմս ա պետք։
Այն ժամանակ նույնիսկ ասենք այդ տոմսի համար կարող է գնալ դե չլիներ, ասենք հերթ էր լինում, բարդ հիմա որ բացատրում եմ կարող է մարդիկ չհասկանան, բայց այդպիսի բաներ լինում էր։ Եթե լավ ֆիլմ էր, կարող է եւ այդ քո ուզած ժամին տոմս չունենայր, չկարողանայր գնել։ Մեկ էլ ասեց եղավ, ոչ մի խնդիր չունես։ Մեկ էլ գնացի կինո Մոսկվայի մոտ ինքը դուրս եկավ, տոմսը տվեց, այս տոմսը վերցրեցի, երիքի տոմսը տվեց, մեզ էլ անցկացրեց առաջ տոմսը սկիչը ստուգեցին, մենք գնացինք ու մնացել այս։ Հա, երևի կինս պայելի, կամ կինս հա պայ, կամ աղջիկս, դուստրս, անին կարող է, չգիտեմ։ Բաներ կա, որ հիշողության հետ կապված մարդիկ պահում են, երևի ճիշտ են անում։ Դե հետո երբ որ այն որ ասում է չենք լինի, այդ ամեն ինչը պետք է չի լինի։ Հիմա է հետաքրքիր դա։ Այո։ Պարոն Բայացյան, կյանքի դժվարությունները մարդկանց կոփում են, թե ավելի թուլացնում են, թե ամեն մեկը մի կերպ է այն ընկալում։ Մարդիկ կան դժվարություններից կոտրվում են։ Մարդիկ կան ավելի ամրանում են։ Մարդիկ կան փիլիսոփա են դառնում։ Շատ փիլիսոփայում են, բայց քիչ են գործում։ Մարդիկ կան ավելի գործունյա են դառնում։ Տարբեր մարդիկ տարբեր ձևով են դրսևորում իրենց, բայց դժվարությունները անպայման դա բեկումնային պահ է ցանկացած մարդու կյանքի մեջ, որ կոտրում է եւ ուղղում է նրան, ասում է արդեն այսպես պետք է շարունակես, դու այսպես պետք է շարունակես։ Դա բեկումնային պահ է։ Դժվարությունը դրա համար է։ Դժվարությունը այն բանի համար չէ, որ խեղճանաս, ասես, վա, այս ինչ թափեց գլխից։ Դժվարությունը նրա համար է, որ դու դա այդ բեկումնային պահը հաղթահարես եւ գնաս այն ուղղությամբ, որը քոնն է, ուրիշինը չէ, քոնն է։ Ես համարում եմ, որ այդպես շատ ճիշտ է եւ դժվարությունը մարդուն սովորեցնում է ապրել, ոչ թե միայն դիմադրել, ապրել, պետք է ապրես, պետք չի զբաղվել ինչ-որ դիմադրելով, հաշտվելով, չգիտեմ ինչով, բայց կյանքում իհարկե պետք է փնտրես, ասենք, որոշ հարցերում հատման կետեր գտնես, որ կարողանաս առաջ ընթանաս, դա կարևոր բան է, բայց պետք չի, ասենք, շատ մեծ նշանակություն տալ, որովհետև դժվարությունն էլ է կյանքի մի մասը, միշտ դժվարություն չի լինում, միշտ լինում է թռիչք, անկում, եւ դու գնում ես դեպի ափ։ Այսպես է ալիքները գալիս, ուրիշ ձև չի կարա լինի, այնպես որ թող մարդիկ շատ չտարապեն, եթե ինչ-որ մի բան այնպես չի ստացվում։ Ուրեմն պետք է մի բան ճշտես քո կյանքում, դա կարևոր է։ Ուրեմն եկել է մի պահ, որ դու չես հասկացել, քեզ շատ կոշտ ձևով են արդեն հիշեցնում, դու պետք է հասկանաս ինչումն է խնդիրը։ Եվ ի վերջո գալիս է մի օր, որ կյանքն ամեն բան դնում է իր ճիշտ տեղը։ Իր ճիշտ տեղն է դնում։ Դե ոչ մի բան հենց այնպես չի կատարվում։ Ես մի երգ ունեի, բայց հենց այնպես ոչինչ չի ավարտվում, այսպես էի ասում։ Ինձ թվում է դրա մեջ ինչ-որ ճիշտ բան կա։ Հենց այնպես չի լինում։ Ուրեմն եկել է, խնդիրը հասունացել է, պետք է կամ հաղթարես կամ պետք է կոտրես եւ շարժվես առաջ, չգիտեմ, ինչ որ այդպիսի մի բան։ Պարոն Բայացյան, իսկ դուք կյանքի մեջ աղմուկն եք ավելի շատ սիրում, թե լռությունը։ Չէ, լռությունը։ Ես կամերային մարդ եմ, Արայիկ ջան, կամերային։ Գիտեք, նույնիսկ ասենք աղմկոտ համերգներ չեմ սիրում ու շատ քիչ եմ գնում աղմկոտ ես սիրում եմ, որ ասենք, օրինակ ասենք, եթե դու երգում ես, դու երգես այսպես նստեմ ու ես իմ մտածմունքներով լսեմ, ինձ պետք չի այդ էմոցիաները, ինչ էմոցիաները իմ մեջ պետք է լինեն, ոչ թե դրսից։ Ես կամերային ազնվորություն եմ, սիրում եմ, ասենք, գիտես ինչ է, եթե դու մի բան անում ես, եթե մի քանի հոգի մասնակից են դրան արդեն համամիտ են քեզ, արդեն դա ճիշտ բան է, քանակով չի որոշվում, այսպես, աղմուկ չեմ սիրում, չէ, աղմուկ չեմ սիրում, բայց այս վերջերս սկսել եմ շատ բարձր խոսել, երևի լսողությունը եկեք բարձր եմ խոսում, բայց հետո ասում լավ, ոչ մի բան չկա, բայց աղմուկ չեմ սիրում, չէ, ես լռություն եմ սիրում, լռության խորհուրդը շատ մեծ է, լռությունը շատ մի մեծ, ինչ-որ մի մեծ երևույթ է, աստվածային լռություն, այս լռություն կա, որ լրիվ ուրիշ է, մենք չենք էլ հասկանում, չենք էլ ընկալում։ Ես վերջերս անցյալ, չէ, մի քանի տարի առաջ մի երգ ունեի, ես լռության մասին գրել էի ու համարում եմ, որ այդ երևույթի մասին բավականին շատ բան ասեցի ու ինձ որ դուր եկավ այն ինչ որ ես արեցի։
Ես անկեղծ եմ նայում հարցին, ոչ թե որ ես եմ արել, այս մի բան դու ես արել, այ լավ ես արել, կասեմ լավ ես արել, ինձ պետք չի ինչ որ դրան ավելորդ գնահատականներ տալ։ Այն ժամանակ որ ռադիոկայանը կար, Արայիկ ջան, արձագանք, ստուդիայից հետո ռադիոկայանը բացվեց եւ մեզ օգնեց ինչ որ մի հարցում, որ ասենք այդ երիտասարդներին ճանապարհ ցույց տանք, թե չէ նրանց երկերը ով էր հաղորդելու, այդպիսի բան չէր կար։ Մենք ցանկացած մարդու ձեռք էինք մեկնում ու ասում էինք թող այս մարդը մի հատ լսվի։ Գուցե ասենք այս մարդը մեկի համար մի մեծ փոփոխություն բերի իր կյանքում եւ ես համարում եմ, որ դա մի լավ պահ էր այդ ռադիոն էլ։ Հիմա մարդիկ կան ինձ զանգում են միշտ ու անընդհատ շնորհակալություն են հայտնում։ Արեք անցել է արդեն երևի մի 10 տարի որ չկա այդ ռադիոկայանը, բայց անընդհատ շնորհակալություն են հայտնում, որովհետև մարդիկ ապրել են ինչ որ մենք օգնում էինք իրանց, օգնում էինք ու լավ էր, շփվում էինք նրանց հետ։ Լիքը ասենք մարդիկ կան խնդիրներով, միայնակ մարդիկ կան, քո ասած դժվարությունների մեջ գտնվող մարդիկ կան, ոնց թե օգնում էինք ու մի ահռելի մեծ sense խումբ կար, որ միշտ գալիս էին, գնում էին, նամակներ էին գրում, ես որ հիմա հիշում եմ, հիմա դե արդեն SMS-ներ է դարել, բայց գիտես ինչ, նամակներ էին գրում, ամենայն անկեղծությամբ եմ ասում, մեծ արկղներով ամսական մենք հավաքում ենք, տանում ենք, այդ սա կարդում ենք ու փորձում ենք ինչ արկղներ էր, ահա որ մեծ արկղներ։ Ես հիմա որ հիշում եմ, ասում եմ, ես ինչ էր, ոնց կարար տենց բան լիներ, բայց եղել է, ես ոչ մի չափազանցության չեմ դիմում։ Այսպես լրությունը լավ բան է ամեն դեպքում։ Պարոն Բայացյան, ինչ է ձեր կարոտի անունը։ Դժվար հարց ես տալիս։ Նույնիսկ ճիշտն ասած երբևէ չեմ մտածել, ասենք, կարոտը, որ անուն կրի, էլի, չեմ մտածել։ Դա շատ ինչ որ ներքին մի բան է։ Չեմ կարա պատասխանեմ այդ հարցին, Արայիկ ջան։ Չունեմ պատասխան, ավելի ճիշտ ասեմ դա այսպես։ Մի քիչ շատ բազմանշանակ բաներ է, չեմ կարողանում հիմա ամփոփեմ, մի բառով չեմ կարողանում ամփոփեմ։ Գուցե մի քիչ հետո ճիշտը շատ լավ, իսկ ինչ կլիներ կյանքն առանց սիրո։ Եթե չլիներ սերը մեր։ Շատ վատ բան կլիներ։ Դա ես չգիտեմ ինչ կլիներ։ Վատ կլիներ ուղղակի, այսինքն կյանքը չերել լինի։ Այո։ Չերել լինի, էլ ինչի մասին խոսանք։ Ես համարում եմ, որ սերը դա մի բան է, որ ասենք ոչինչ բանով հնարավոր չի փոխարինել։ Միակ բանը, որը գուցե մի քիչ, այսինքն 1 միլիմետր առաջ են գնում, դա ազատությունն է։ Սիրուց 1 միլիմետր առաջ են գնում։ Ազատությունն էլ շատ այդպիսի բան է, որ մարդ ազատ է, ընդհանրապես ազատություն։ Ես չեմ ասում, ասենք քաղաքական, ես նկատի ունեմ, ասենք քո ներքին ազատությունը, երբ որ դու հաշտ ու համերաշխ ես քո ներքինի հետ, երբ որ քո մեջ խաղաղություն է տիրում, այդ կարևոր բան է, շատ կարևոր։ Ես համարում եմ, որ սերը դա անփոխարինելի բան է։ Դե ասում են Աստված սեր է։ Այո։ Եթե մենք սերը չենք ընդունում, ուրեմն անաստված ենք։ Դա վատ բան է։ Չէ։ Համամիտ եմ։ Պարոն Բայացյան, եւս մեկ հարց ու մենք կամաց կմոտենանք ձեր անակնկալ նամակին։ Այս պահին, քանի որ դուք գտնվում եք խոստովանություն հեռուստանախագծի տաղավարում, ում ինչ ունեք ասելու, խոստովանելու, հարթակն ու տեսախցիկների ուշադրությունը ձեր տրամադրության տակ է։ Ես ում ինչ ուզում եմ ասել, ես նրան ասում եմ, ես ոչ մի անգամ չեմ թաքցնում, եթե մարդուն սիրում եմ, ասում եմ սիրում եմ քեզ, եթե մարդը սխալ բան է ասում, ես երբևէ մի կարևոր բան կա, ես ուզում եմ բոլորին էլ ասել, գիտեք ոնց, մենք մի վատ սովորություն ունենք, այն որ երեխան մի վատ բան է ասում, ծնողը գալի ասում է, ինչ անպետք երեխա է, այդպես չի, երեխան անպետք չի լինում, նրա արարքը կարող է վատը լինի, այսինքն շեշտը պետքա դնվի այդպես, եթե մարդ ինչ-որ մի բան չի արել, կարող է ես իրան ասեմ, դասի քո արած չէր։ Կարամ ասեմ, բայց չեմ կարող ասեմ, որ դու այնքան վատն ես էլ ասելու չի։ Մի ուրիշ դեպքում կարող է ինքը ուղղակի մի հերոսություն դրսևորի, որ ես չեմ կարող դա անեմ։ Այսինքն արարքն է գնահատական։ Ես արարքն եմ գնահատում, այո, արարքն եմ գնահատում ու ոչ մի անգամ մարդուն գնահատական պետք չի տալ, նույնիսկ եթե եղել է ես ասել եմ, այս ինչ չար օրինակ ասենք, ինչ մեկը չար խոսք էր ասում, այս ինչ չար կիներ, հետո էլ ասում խոսքն էր չարը։
ինքն էլ չգիտի ինչ էր չարչար դուս տալիս, այսպիսի բան, ես արարքն եմ գնահատում, այո, ես համարում եմ, որ դա ճիշտ է, ու եթե ասենք մարդը լավն է, եկել է իմ տուն, ես իրան ասում եմ, կարամ ասեմ Արեգ ջան, մի կես ժամ էլ նստի իրար հետ կզրուցենք բանկայք, ես չեմ ամաչի դրանից, եթե տվյալ մարդու ներկայությունը ինձ շատ մեծ բան է տալիս բավականություն, ես չեմ ամաչի նրան ասեմ, մի քիչ էլ մնա ոչինչ, կյանքը չի ավարտվել դեռ, մի քիչ կարանք սենց, կամ ասենք ինչ որ մի տեղ գնալիս տեսնեմ ու հիանամ, ասեմ շատ լավ տեղ եմ եղել, չտեսնված, կարող եմ մի քանի օր ապրեմ այդ էմոցիաներով, այսպես ես համարում եմ, որ դա ավելի կարևոր է էլի, ես մի քիչ բարդ է։ Հիմա տեսնենք, թե ինչ էմոցիաներ կապրեք այս նամակը կարդալուց հետո, այսօր անդադար ծրարներ են այստեղից դուրս գալիս, բայց սա այն ծրարն է, որի մեջ ձեզ ուղված նամակն է, գաղտնի նամակ, անանուն նույնիսկ նամակ, այո, դուք պետք է ընթերցեք, վերջում կփորձենք կռահել թե ով է, եթե չկարողանաք ես ձեզ կօգնեմ, բայց կարծում եմ ձեզ մոտ կստացվի կռահել։ Միայն խնդրելու եմ բարձր կարդաք, պարոն Վահագնյան։ Սիրելի Արտո, ինչ հաճելի է, որ վերջապես հնարավորություն ունեմ քեզ այսպես դիմելու եթերի միջոցով։ Համոզված եմ, որ արդեն ժպտում ես, փորձելով գուշակել այս հանելուկը։ Վաղուց չենք հանդիպել։ Հիշիր մեր խենթ, բայց անչափ հիշարժան 90-ականները արևոտ Երևանում։ Մենք երիտասարդ էինք, լի գաղափարներով եւ հավատում էինք, որ աշխարհը մերն է։ Հենց այդ ժամանակ էլ հատվեցին մեր ճանապարհները։ Հերողություն։ Ինչքան հաճախ էի լինում ձեր հյուրընկալ տանը, որտեղ ամեն մի ճաշ իսկական տոն էր դառնում։ Քո հրաշալի կնոջ Գայանեի եւ նրա խոհարարական գլուխգործոցների շնորհիվ։ Ճիշտ է դա։ Մեծ բարև նրան, իհարկե եւ ձեր աղջիկներին Անին եւ Մերիին։ Դու միշտ ընկերության հոգին ես եղել, ստեղծագործ մարդու իսկական օրինակ, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ երաժշտությունը միշտ եղել է քո կյանքի մի մասը։ Իդեպ, հիշում ես, թե ինչպես մեր տնային հավաքույթների ժամանակ ես հաճախ նստում էի դաշնամուրի մոտ։ Երբեմն ինքդ էիր գալիս մեզ հյուր, նույնիսկ քո անմոռանալի արձագանք ստուդիա համերգներով։ Քո ծննդյան օրը ապրիլի 15-ը, որոնք այնքան հաճախ դառնում էին առիթ ձեր տանը ջերմ ու աղմկոտ հավաքույթների համար եւ իհարկե մեր հանդիպումները քո արձագանք ստուդիայում։ Այս բոլոր պահերը իմ կյանքի մի մասն են եւ ես անսահման շնորհակալ եմ ճակատագրին մեր ընկերության համար։ Ես գնահատում եմ մեր շփման յուրաքանչյուր պահն ու այն հիշողությունները, որոնք մենք սիրով պահում ենք։ Համոզված եմ հիմա ժպիտը չի հեռանում քո դեմքից եւ արդեն գուշակել ես, թե ով է համարձակվել ուղարկել քեզ այս նամակը։ Սպասում եմ քո պատասխանին եւ հուսով եմ, որ շուտով կհանդիպենք արդեն իրականում։ Աստորեն մարդ, ով ձեր տանը եղել է, համտեսել է ձեր կնոջ պատրաստած համեղ ուտեստները, դուք էլ նրանց տանն եք։ Շատ են եղել, շատ մարդիկ են եղել գնացել, բայց սա Այնտեղ շեշտադրված էր ընկեր 90-ականներ, արձագանք ստուդիան, հիշարժան 90-ականները, ծննդյան օրն է անգամ շատ լավ հիշում ձեր։ հա, ապրիլ 15-ը։ Լավ, եկեք ես ձեզ հուշեմ, ձեր ընկերներից է Նորայր Ջանոյան։ Նորայր Ջանոյան, Հա, իր նամակն է։ Նորայրը բայց այստեղ չի։ Այո, դրա համար էլ նամակն է եկել։ Հա, ուղղակի ազգանունը տվեցիր մի անգամից դիստանցիա սենց ստեղծվեց, որովհետև ինձ համար նորիկ նորո էր, սենց։ Այո, դրա համար էլ իր նամակն է եկել հասել Հայաստան։ Հա, ես ինչ լավ էր, ես անընդհատ ես վերջից իրան անընդհատ հիշում եմ, մտածում եմ, ասում եմ, հետաքրքիր է, գնաց Մոսկվա ու սենց ոնց որ թե սենց ամեն ինչից ազատվեց, բայց մեզանից չի ազատվել հաստատ։ Այո։ Հա, համենայն դեպս իմ հիշողության մեջ միշտ ներկա է, հա։
Դուք էլ նրա հիշողության մեջ հակառակ դեպքում այսքան գեղեցիկ խոսքեր չէին լինի այդ նամակի։ Շատ լավ։ Ես էլ Բարզա։ Ֆարզա, շատ լավ։ Բարզա, նորայրը ինքը ճիշտ ինչ որ հիմա որ ասեցիք, ես անմիջապես sense վերականգնեց ամեն ինչ տեղը եկավ, որովհետև կարող է ասենք շփոթմամբ ուրիշ մարդկանց էլ պատկերացնեմ, որովհետև շատ մարդկանց հետ եմ շփվել ու ամենալավ բարի այսպես վիճակներում նորայրը յուրահատուկ երևույթ էր։ Իմ լավ ընկերներից ափսոս որ գնաց։ Չէ հաստատ մենք էլի միասին կհանդիպեինք ժամանց կանցկացնեինք մի խոսքով ես իմ դե կյանքն էլ հետնա գնում էլի մի տեսակ հեռանում է ես իմ լավ է որ լավ բաները գնում են քեզանից հետո պետք է փնտրես ինչ որ նոր բաներ նորն էլ չես ուզում գտնես հինը դառնում է շատ լավ Հիմա կարող ենք այստեղ դնել ստորակետ եւ կարող ենք միասին որոշել ձեր կարոտի անունը տարիներն են։ Այո, հնարավոր է։ Տեսեք ինչ կարոտով դուք խոսեցիք։ Այո, հնարավոր է։ Անցյալ տարիների մասին, այդ գեղեցիկ հավաքույթների, ընկերների, որոնք հիմա ապրում են տարբեր անկյուններում, տարբեր ծայրերում աշխարհի։ Այո։ Արեգ ջան, սենց մի բան կա, երևի ես դա չմցնեի ժամանակի մեջ, ասենք չասեի տարիներ, ժամեր, ես մցնեի դա այն պահի մեջ, որ ինձ հաջողվել է կյանքում ճանաչել այսպիսի մարդկանց։ Այս ավելի լավ է։ Նրանք եթե այդ մարդիկ հայտնվել են եւ ես այդ մարդկանց հիշում եմ, եթե նրանք իմ ընկերներն են, եթե նրանց ես սիրում եմ, եթե նրանց անընդհատ մեծ ցանկություն ունեմ հանդիպելու, ուրեմն նրանք ժամանակից դուրս են։ Ես ժամանակի մեջ չեմ մտցնում։ Նրանք իմ մի մասն են դառնում, այսպես է դառնում։ Սա էլ նույն Այս լավ նամակ էր, լավ էր, որ շատ ես շնորհակալ եմ, շատ լավ դիպուկ մեջ ինչ որ մի բան կատարվեց, չեմ իմանում ինչ, բայց ինչ որ մի բան կատարվեց։ Պարոն Բայցյան, շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ, Արեգ ջան։ Անչափ շնորհակալ եմ, որ եկաք ինձ հյուր եւ մեր տաղավարը լցվեց ձեր անկեղծ ու գեղեցիկ խոստովանություններով, ձեր կյանքի պատմությամբ։ Ես էլ եմ շատ շնորհակալ ու թող լավ մարդիկ շատ լինեն։ Այո։ Ես սիրում եմ բարի մարդկանց։ Այո։ Ես գիտեմ։ Շնորհակալ եմ։ Սելի հեռուստադիտող այսպիսին էր մեր շատ Սելի Արտավազդ Բայաթյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։